Հարգելի ժողովուրդ, ես շատերի նման հենց հիմա հետևում եմ հանրային բանավեճին, արտաքին քաղաքական անվտանգային թեմաներով եւ շատերի նման համոզում եմ, որ անամոթությունն ու ստախոսությունը եւ անպատասխանատվությունը սահմաններ չի ճանաչում, տվյալ դեպքում քպականների կատարմամբ։ Սրանք խոսում են պետական շահից, խաղաղությունից, Հայաստանի Հանրապետությունից։ Դուք ով պետական շահից ու խաղաղությունից ու Հայաստանի Հանրապետությունից խոսան, նիկոլականներն ու քպականները պետք է խոսան տանձու խնձորից, լավ, քար պատռի Էրդողանի գրքից կամ Ալիևի հանձնարարականներից։ Դուք ի՞նչ կապ ունեք պետական շահի ու խաղաղության հետ։ Ինչ կապ ունեք պատասխանատվության հետ։ Դուք 21 թվականին գնացել եք ընտրության Շուշի եւ Հադրութի դեօկուպացիայի ծրագրով։ Ինչ եք արել։ Ոչ միայն Շուշին ու Հադրութը չեք ազատագրել, այլ ամբողջ Արցախը ճանաչել եք Ադրբեջանի մաս, Պրագայում 22 թվականի հոկտեմբերի 6-ին։ Դուք գնացել եք ընտրության 21 թվականին ու հայ ժողովրդին խոստացել եք Արցախի անջատում հանուն փրկության։ Ինչ եք արել։ Ասել եք, Արցախը երբ է անկախ եղել, Արցախը երբ է հայկական եղել, Արցախը երբ է մեր եղել, Արցախը միշտ էլ Ադրբեջանինն է եղել։ Ու Ալիևի հրահանգով ասեք Արցախը Ադրբեջանը եւ վերջ։ 21 թվականի ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն ու իր ողջ քպական խմբակը պարլամենտում հայտարարում էին, որ Արցախին ապագա կա։ Հիմա Արցախում ապագա կա, Արցախում մի հայ չկա, Արցախը հայաթափվել է։ Սա են փաստերը, որ Փաշինյանն ու իր թիմը մի բան ասում են, լրիվ հակառակ բանն անում են։ Ինչպես Արցախում ապագա են բերել, ինչպես Շուշին ու Հադրութը դեօկուպացրել են, ինչպես Արցախը անկախացրել են, այնպես էլ Հայաստանի խաղաղություն են բերելու։ Հետևաբար ուշքի եկեք, հունիսի 7-ին բոլորը գնացեք ընտրությունների եւ հունիսի 7-ին ձեր քվեարկությամբ պատմության գիրկը ուղարկեք ստի, կեղծիքի, թրքահապատակության ջատագով Նիկոլ Փաշինյանին ու նրա քաղաքացիական պայմանագրին։